ագրեսիան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ, Սյունիքի նկատմամբ անպայմանորեն հանգեցնել է ավելի մեծ ցնցումների, այսինքն դա թե Իրանի ներգրավվածությունն է, եթե Իրանը ներգրավի Թուրքիայի ներգրավվածությունն է։ Էրդողանը իրեն կոմֆորտ է զգում նման ճգնաժամային իրավիճակներում, նա քաղաքական գիշատիչ է եւ գիտի որսի ճիշտ ելնելու պահը, հարձակվելու պահը եւ այլն, թյուր մի պատկերացում, որը իհարկե մասնագիտական չէ, բայց միգուցե մարդկային է, որ եթե Էրդողանը չլինի, չեմ Իմամօղլուն լինի, կարող է Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հանդեպ փոխվել։ Սա շատ մասնակի է ճիշտ։ Թուրքիան ինչքան էլ ներքաղաքական խնդիրներով զբաղված լինի, միևնույնն է կունենա ժամանակ եւ ռեսուրսներ Հայաստանի դեմ իր քաղաքականությունը շարունակելու։ Սա քրդական հարցի մի կարևոր փուլի ավարտ է, դա պետք է այնուամենայնիվ մենք փաստենք։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Armenia Today կայքի հատուկ YouTube-յան խոսում ենք գլխավորի մասին նախագծի հերթական թողարկումն է, այսօր իմ հյուրն է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, խոսելու ենք իհարկե այն ամենի մասին, ինչ առաջնահերթ տեղի ունենում մեր տարածաշրջանում, հատկապես եւ մասնավորապես իհարկե Թուրքիայում այժմ բավական խառը իրավիճակ է, դուք էլ ձեր աշխատանքի բերմամբ ամենօրյա ռեժիմով գրեթե երևի չեմ սխալվի 18-20 ժամ յուրաքանչյուր հետևում եք ինչ է կատարվում այդ երկրում եւ ինչպես դա կարող է ազդել թե տարածաշրջանի, թե մասնավորապես Հայաստանի վրա, ձեր գիտելիքին ենք իհարկե, ձեր հմտություններին ենք ապավինում հասկանալու համար տարբեր հարցերի պատասխանները մեզ համար հիմա կան թե ոչ։ Նախ Թուրքիայում տեղի ունեցողը որքանով է նման գունավոր հեղափոխությանը եւ իսկապես ձեր կարծիքով Էրդողանի համար այդ փողոցային հրապարակային պայքարը մեծ վտանգ է ներկայացնում։ Նախ ուզում եմ այս ամբողջ գործընթացի կոնտեքստը եւ պատմական տրադիցիան շատ կարճ ներկայացնեմ, որ Թուրքիայում երբեք փողոցային պայքարի միջոցով իշխանություն չի փոխվել, փողոցային պայքարը միշտ եղել է ֆոն օրինակ ռազմական հեղաշրջումների համար, այսինքն եղել են փողոցային պայքարի տարբեր դրսևորումներ, բախումներ, տարբեր հասարակական շերտերի միջև, անկայունությունը հասել է գագաթնակետին, հետո բանակը միջամտել ու 4 անգամ օրինակ հեղաշրջում է արել։ Բայց այս պարագայում ներկայի վրա եթե պրոյեկտենք, բանակը լիովին վերահսկվող է Էրդողանի կողմից վաղուց արդեն եւ բանակը այլևս որպես քաղաքական գործոն, որ եղել է մինչեւ ընդհուպ 2000-ականները, այլևս չկա, այսինքն այն ժամանակ բանակն էր ամենավորոշիչ դերը խաղում Թուրքիայում իշխանություն փոխելու, պահելու եւ այլն, հիմա այդ գործոնը չկա, այսինքն եթե նույնիսկ փողոցային պայքարը հասնի ինչ որ պիկի մի աստիճանի, բանակը այլևս միջամտելու այդ նախկին իր գործիքակազմը չունի, սա մեկ։ Երկրորդ կրկին տրադիցիայի մասին, Թուրքիայում սկսած 60-70-ական թվականներից 20-րդ դարի փողոցը ակտիվ է։ Հատկապես երիտասարդները, ձախ շարժումներ, աջ շարժումներ, ձախ ծայրահեղականներ, աջ ծայրահեղականներ եւ միշտ լինում են մարդաշատ միտինգներ, որոնք երբեմն կարող են ավարտվել բախումներով, զոհերով, օրինակ Թուրքիայում հայտնի այսպես անուններ կա Արյունոտ Կիրակի առաջին, Արյունոտ Կիրակի երկրորդ եւ այլն, որի ընթացքում որի ժամանակ օրինակ մայիս 1-յան այդ միտինգների ժամանակ, շքերթների ժամանակ բախումներ են եղել, մարդիկ են զոհվել եւ այլն։ Ուսանողներն են տրադիցիոն միշտ ակտիվ բուհերի, հիմա էլ նույնն է եւ հիմա երբ որ նայում ենք այսօրվա փողոցին Թուրքիայի, ապա այդ ակտիվ
հաջողություն նկատում ենք կրկին ձախ շարժումների տարբեր մարգինալ, ոչ մարգինալ շարժումների ներկայացուցիչներ, ընդդիմություն, հանրապետական ժողովրդական կուսակցությունը, այսինքն աշխարհիկները, կրկին ուսանողներ եւ այլն եւ այլն։ Սա երկրորդ տրադիցիան, այսինքն սա աննախադեպ երևույթ չէ Թուրքիայի համար։ Ձեր ասած հարցին, եթե ուղիղ գամ, գունավոր հեղափոխության նման է թե ոչ, գիտեք, տարեր որոշակի կան, բայց ես կարծում եմ, որ դրանք որոշակի արհեստական բնույթ են կրում։ Ինչպիսի տարեր, օրինակ, ոստիկանների ուրեմն այդ արգելապատնեշի մոտ համբուրվող զույգեր, ինչ որ վրանային փորձեր, լոզունգներ եւ այլն, տեխնոլոգիաներ, որոնք կարծես կամ կոնտեքստից կտրված են, կամ կարծես սնուցում չունեն, որովհետեւ այդ տեխնոլոգիաները մի շղթա չեն կազում, ցենց առանձին ինչ որ երևույթներ են, դասադուլներ եւ այլն, այս տիպի խնդիրներ։ Եվ չորրորդ ամենակարևորը, դուք հարցնում եք սա Էրդողանի համար մեծ մարտահրավեր է թե ոչ, նախ ես հարցի ենթադրում եմ մյուս կոնտեքստ ավելի, մյուս հարցերի ժամանակ խոսենք, բայց ես այսպիսի դիրքորոշում ունեմ, եւ իմ դիրքորոշումը հենված է Էրդողանի ավելի քան 20-ամյա քաղաքական այսպես ուղին հետևելու վրա։ Էրդողանը իրեն կոմֆորտ է զգում նման ճգնաժամային իրավիճակներում, նա քաղաքական գիշատիչ է եւ գիտի որսի ճիշտ ելնելու պահը, հարձակվելու պահը եւ այլն, եւ կարծես ամեն անգամ այսպիսի ճգնաժամային վիճակները նրա համար ստուգատես են ապացուցելու ինքն իրեն ու իր թիմին իր մարզավիճակը, իր փայլուն մարզավիճակը, եւ Էրդողանը մի կերպար է, ով 2013-ին հաղթահարել է փողոցային շատ մեծ այսպես շարժում, զոհերի եւ այլնի գնով, մի կերպար է, ով հաղթահարել է 2016-ին ռազմական հեղաշրջման փորձ եւ բազմաթիվ այլ նյուանսներ, այնպես որ Էրդողանի համար սա բնական վիճակ է, ճիշտ այնպես, ինչպես օրինակ ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունը կամ եւ այլն, եւ Էրդողանը չնայած իր տարիքին գտնվում է քաղաքական լավ մարզավիճակում։ Ուստի ես այն կարծիքն եմ, մանավանդ տեսնում ենք, որ արդեն այդ շարժումներում կա պասիվության որոշակի էլեմենտներ, ոչ թե հանգելու, այլ պասիվության էլեմենտներ։ Խոսքով հարցը տարօրինակ է, ես մյուս ձեր հարցերի ժամանակ ավելի այլ նյուանսներ նույնպես կփորձեմ բացել։ Պարոն Մելքոնյան, դուք Էրդողանին քաղաքական առումով որսորդի եք նմանեցնում եւ փաստացի հիմա որպես իր որսի թիրախ հանդես է գալիս այն քաղաքական իր ընդդիմախոսը, որին արդեն կարծես թե բռնել է, թակարդի մեջ է գտնվում, հիմա Իմամօղլուի այդ քաղաքական կշռը արդյոք հենց այնպիսին է, որ նրան կարող է Էրդողանը գնահատել որպես իր հիմնական հակառակորդ Թուրքիայում, անդիմադիր դաշտում եւ արդյոք արդարացված է իր քայլը հենց այս ժամանակահատվածում ձերբակալելու Իմամօղլուին։ Տեսեք, այո, Էրդողանը քաղաքական առումով որսորդ կարող ենք համարել, որը ճիշտ պահին կարողանում է կողմնորոշվել ու հարձակվել։ Այս ոճով նա կարելի ասել հաղթել է բանակին Թուրքիայում, հաղթել է ընդդիմադիր ուժերին, հաղթել է գաղափարախոսությանը, քեմալական տարբեր։ Հիմա ինչ վերաբերում է Իմամօղլուին, տեսեք, Իմամօղլուն ավելի նոր սերնդի ընդդիմադիր գործիչ է, որը ունի հաջողությունների պատմություն։ Երկու անգամ ամենամեծ քաղաքում Թուրքիայի Ստամբուլում, որը Էրդողանի համար էլ շատ սիմվոլիկ ու կարևոր նշանակություն ունի, որտեղ Էրդողանը իր քաղաքական ուղին սկսել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով, նույն ճանապարհն է անցել, նույնպես ձերբակալվել է, քաղաքապետ եղած ժամանակ ձերբակալվել է, բանտարկվել է եւ այլն, եւ կա քաղաքական միֆ Թուրքիայում հայտնի, որ ով դառնում է Ստամբուլի քաղաքապետ, նա կարող է դառնալ երկրի ղեկավար։ Ու Էրդողանը հենց այդ միֆի կենթանի օրինակն է, որ Ստամբուլի քաղաքապետը 94-98, հետո բանտարկվում է, հետո դուրս է գալիս, ստեղծում է կուսակցություն ու հաղթում է 2002 թվականի ընտրություններին, դառնալով երկրի ղեկավար, վարչապետ, նախագահ եւ այլն։ Հիմա Իմամօղլուն ինչ հատկանիշներ ունի, որը կարող է Էրդողանի համար լինել վտանգավոր։ Առաջինը նա շատ լավ ռետոր է,
Երկրորդ, պոպուլիզմին փայլուն տիրապետող գործիչ է։ Երրորդ, ամբողջներին կառավարելու, ամբողջների մոտ ելույթ ունենալու, թեժացնելու եւ այլն հմտություններ ունի։ Չորրորդ, հմուտ կառավարիչ է, Ստամբուլի քաղաքապետն է արդեն տարիներ շարունակ, եւ հինգերորդ նույնպես ունի կառավարչական հաջողության պատմություններ, այսինքն որպես քաղաքապետ հաջողությունները գրանցել եւ սիրված է ժողովրդի կողմից, ժողովրդի մի հատվածի կողմից։ Ահռելի մի մեծ բյուջե է ինքը տիրապետում Ստամբուլում։ Ստամբուլը, գիտեք, դա կարծես առանձին մի պետություն է, տարբեր թվեր կան 17-ից 20 միլիոն բնակչությամբ եւ այլն, եւ հիմա տեսեք, Իմամօղլուն ունի ոչ միայն տարիքով Էրդողանից փոքր է եւ հաջորդ այսպես սերունդի գործիչների մեջ կարևորներից է, այլև ունի ամբիցիաներ, նախագահի ամբիցիաներ եւ այստեղ է որ իրական խնդիրը բացվում է։ Տեսեք, Էրդողանը այլևս օրենքով կարծես իրավունք չունի առաջադրվելու։ Հաջորդ ընտրությունները լինելու են 2028-ին, եթե լինեն նորմալ սովորական ընտրություններ։ Եվ հաջորդ ընտրություններում իմ դիրքորոշումը հետևյալն է. Իմամօղլուն շնորհիվ այս վերը թվարկած հատկանիշների, պոպուլիզմ, հռետորություն եւ այլն, կարող է դառնալ, եթե ոչ Էրդողանի, եթե նա այդ ժամանակ չլինի տեխնացու կամ այլ իրավիճակ լինի, Էրդողանի հաջորդի ամենամեծ խոչընդոտը։ Եթե անգամ փոփոխություններ անելու Էրդողանը ինքը առաջադրվի, Իմամօղլուն կարող է լրջագույն խոչընդոտ լինել Էրդողանի համար։ Հիմա էլ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ նա որպես նախագահի տեխնացու Էրդողանից առաջ։ Նա շատ ակտիվ է սոցցանցերում, ունի 100,000-ավոր այդպես հետևորդներ, ամեն մի նրա գրառումը կամ վիդեոն բազմամիլիոն այսպես հավանություններ է արժանանում եւ այլն, եւ ընդամենը օրեր առաջ այսպես մի քվեարկության արդյունքում Իմամօղլուն հռչակվում է ընդդիմության նախագահի տեխնացու հաջորդ ընտրություններում, դրանք կլինեն արտահերթ թե հերթական, եւ այդ քվեարկությունը, որը իրականացրել են դիմադիր կուսակցություն, ստանում է 15 միլիոն ձայն, այսինքն հիմա Թուրքիայում 15 միլիոն մարդ Իմամօղլուին դիտարկում է որպես նախագահի տեխնացու, դա լրջագույն թիվ է։ Հետևաբար Էրդողանի համար ձեր հարցին հուտիվ պատասխան, այո, Իմամօղլուն խոչընդոտ է եւ կարելի ասել հիմնական թիրախներից մեկն է, առաջնատար թիրախներից մեկն է։ Եվ ձեր մյուս հարցին, արդյոք արժեր հիմա ձերբակալել թե ոչ։ Տեսեք, Իմամօղլուն վերելքի վրա էր եւ եթե հիմա չլիներ, ապա հաջորդը նա արդեն նախագահի տեխնացու է, հաջորդը արդեն քաղաքապետից տեղափոխվում է քաղաքական դաշտ եւ այլն, եւ այդ Իմամօղլուին կանխելը շատ ավելի դժվար է լինելու, քան հիմա քաղաքապետ Իմամօղլուին, եւ ինչ է արվում, իմ պատկերացումը հետեւյալն։ Իմամօղլուի դեմ պետք է տրվեր ճակատամարտ։ Հարց, որ երբ է ճիշտ սկսել ճակատամարտը, հա, հիմա թե մի տարի հետո, թե ընտրությունների ժամանակ։ Հաշվարկը ցույց է տալիս, որ հիմա ճակատամարտ սկսելը, հիմա խփելը ավելի ճիշտ է։ Այսինքն այն ձեռնարկած գործընթացը իրավական հիմա նպատակային է։ Այստեղ պարոն Մելքոնյան, ի վերջո այս գործողության վերաբերյալ ոնց որ դա այդ գործողությունը երկու կողմ ունի, Էրդողանի գործողության։ Մեկը այո, դուք ճիշտ եք, կարելի է այնպես իրավական գործընթացը այնպես տանել Թուրքիայում Էրդողանի, այսինքն իրավական համակարգը այնպես տանի, որ կալանավորվի, հետագայում նաև դատարանով անցնի եւ չեզոքացվի այդ պլանային ընտրության, այսինքն ըստ պլանի 28 թվականին չեզոքացված, բայց միաժամանակ էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը ել ավելի է բարձրացնում վարկանիշը Իմամօղլուի։ Տեսեք, եթե ձեր ասացի կոնտեքստում դիտարկենք, հիմա ինչ մեղադրանքներ են ներկայացված Իմամօղլուին։ 3-4 մեղադրանք է, որոնցից 1-2-ը կարծում եմ այդքան էլ, այսպես բան չի, օրինակ ահաբեկչական կառույցներին սատարել եւ այլն, բայց մի մեծ մեղադրանքը կոռուպցիան է, կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ դրա ապահովող տարբեր փաստեր են արդեն դրվում շրջանառության մեջ, Էրդողանն էլ
էլ 3 անոնս արեց, որ շուտով էլ ավելի մեծ, այլ ավելի սարսափելի փաստեր են դրվելու։ Նկարահանվում է Իմամ Օղլուի տունը, որը գերշքեղ տուն է, եւ հասարակ քաղաքացիների մոտ, մանավանդ հիմա սոցիալական վիճակը Թուրքիայում սրվում է, դա բնական է, որ բացասական ինչ ռեակցիաներ առաջացնի։ Երկրորդ մեղադրանքը, որ Իմամ Օղլուն կեղծել է իր բուհի դիպլոմը, այսինքն հիմա նրա դիպլոմը չեղարկվել է համալսարանի կողմից, այսինքն Իմամ Օղլուն ներկայացվում է որպես դիպլոմ կեղծող կաշառակեր։ Հասկանում եք, սա լրջագույն իմիջային նաև մեղադրանք է։ Այդ թվում նաև դուք ինձ ուղեք կամ հաստատեք, նաև զուտ հավատացյալ թուրքերի շրջանում էլ Իմամ Օղլուն աշխարհիկ կյանքով, տեսեք ինչ հարուստ կյանքով է ապրում, իսկ մենք Էրդողանս եւ մնացածս դա մի քիչ հին այսպես բան է, ծեծված սկավառակ է, բայց այո, Իմամ Օղլուն աշխարհիկ այսպես ուժի ներկայացուցիչ է, բայց այնպես չէ, որ դիրքավորված է որպես աթեիստ կամ հակաիսլամ, բայց բնականաբար նրա ընտանիքը ավելի աշխարհիկ է, ի տարբերություն Էրդողանի այսպես օրինակ ընտանիքի կամ կենսակերպի, չնայած որ Իմամ Օղլուի մայրն էլ, եթե չեմ սխալվում, գլխաշորով այդ իսլամական այս խորհրդանիշը կրող կին է, եւ տեսեք, ի տարբերություն Էրդողանի ժամանակին, երբ որ քաղաքապետ Էրդողանին ձերբակալում էին 98 թվականին, նրա մեղադրանքը կրոնական ատելություն սերմանելն էր, իսլամը քաղաքականացնելն էր։ Իմամ Օղլուի մեղադրանքը կաշառակեր դիպլոմ կեղծող լինելն, այսինքն Էրդողանը գնում էր որպես զոհ, որ այո հանուն կրոնի ինձ դատում են, ես էլ չեմ հետ կանգնելու եւ գնալու եմ ու զոհվելու եմ հանուն կրոնի, դա բանտում նա ինքը իրեն հռչակել էր թուրքական Նելսոն Մանդելա եւ այլն եւ այլն։ Իմամ Օղլուին այդ շանսերից զրկում են եւ վերջինը, նայեք, եթե դիպլոմ չունի Իմամ Օղլուն, եթե դիպլոմը չեղարկվում է, նա դե յուրե չի կարող լինել նախագահի թեկնածու։ Այսինքն հստակ է, որ սա ուղղված է նրա նախագահ թեկնածու չլինելու։ Նա Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը չի կարող շարունակել։ Եվ ձեր ասած արդյոք նրա ռեյտինգը բարձրանում է, այո, հիմա կարող է բարձրանալ, որովհետև Թուրքիայում եւ ընդհանրապես աշխարհում կա չէ այդպիսի գրված ու չգրված օրենք, որ բանտով անցնող քաղաքական գործիչը ինչ որ բոնուս է ստանում հասարակության մեջ, նրա մոտ նրա հանդեպ առաջանում է ինչ որ կարեկցանք, խեղճին ինչ որ պահելու, դե ինչ անի խեղճը եւ այլն, չէ, այդ ձևակերպումները մեզ մոտ էլ երբեմն տենց տարածվում է, ինչ աներ գցեցին գրպանը եւ այլն։ Հիմա Իմամ Օղլուն այդ կոնտեքստում կարող է բան ձեռք բերել, բայց տեսեք, դրանից առաջ նախադեպ կա քուրդ երիտասարդ հայտնի գործիչ Սելահեդդին Դեմիրտաշ, որը նույնպես աճող աստղեր քաղաքական 2016 թվականից մինչև օրս բանտում է եւ պետությունը իշխանությունը կարողացավ նրան խեղդել, այսինքն այնքան հոդվածներ, որ նա երկար ժամանակ բանտում մնաց, նույնիսկ քարոզ արշավ թույլ տվեցին, որ մասնակցի ընտրություններին, բանտի խցից քարոզ արշավ էր անում, բայց միևնույնն է, նա այլևս քաղաքական պրոցեսներում դոմինանտ չի, մանավանդ վերջերս էլ հայտարարեց, որ կոչ է անում քրդերին զենքը վայր դնել։ Հիմա Իմամ Օղլուին, եթե այս մեղադրանքներով ներկայացվի ու երկարաժամկետ բանտարկություն դա կանխորոշի, ապա ես չեմ կարծում, որ Թուրքիայում այն աստիճան ժողովուրդը դուրս է գալու փողոց, որ գնան Իմամ Օղլուին բանտից հանեն ու տանեն նախագահական նստավայր։ Այսինքն իշխանությունը իր լծակներով կսկսի մաշել Իմամ Օղլուին, հետո միգուցե փորձեն բերել համաձայնության դաշտ, ինչ որ քաղաքական առևտուր սկսի, համաներում առաջարկեն, դրա դիմաց ասեն, որ դուրս գա քաղաքական կյանքից եւ այլն եւ այլն։ Եվ Իմամ Օղլուն էլ բավական շքեղ կյանք վարող մարդ լինելով, ես չգիտեմ, պատրաստ է իր ամբողջ հետագա կյանքը անցկացնել բանտերում եւ այլն եւ այլն։ Ուղղակի պետք է նայել այդ տանը ապրող, այդպիսի տանը բնակվող մարդը պատրաստ է հետո 4 պատի մեջ խցում անցկացնել տարիներ, չշտապենք։ Դուք հիմա նկարագրեցիք կարծես թե Էրդողանի բավական արդյունավետ հաշվարկ։ Պարոն Մելքոնյան, նաև մեզ համար իհարկե կարևորագույն հարց է, թե այս ամենը ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, հատկապես Հայաստանի։
հայ-ադրբեջանական այս բանակցային գործընթաց, խոսքով գործընթացի, բանակցություններ դա կանվանենք ինչ կանվանենք։ Թուրքիան այստեղ ակնհայտ ներգրավվածություն ունի եւ ճնշման գործիքներ ունի։ Ինչպես է անդրադառնում։ Տեսեք, սա քանի որ միայն զուտ Ստամբուլի քաղաքապետի հարց չէ, սա ես պատկերացնում եմ Թուրքիայի թագաժառանգի կոչման պայքար, հա, կամ հաջորդ ղեկավարի պայքար։ Եվ ես առիթ ունեցել եմ ասելու, որ Էրդողանը այստեղ հանդես է գալիս որպես խնամակալ գործիչ, ով մաքրում է իր կամ իր հաջորդի ճանապարհը նախագահ դառնալու, այսինքն Իմամօղլուին չեզոքացնելով, նա ասպարեզից հանում է կարևոր մրցակցին, եւ եթե ինքը չլինի նախագահ, ինքը չառաջադրվի, իր հաջորդը կարող է շատ ավելի հեշտությամբ հաղթել։ Հաջորդի համար դիտարկվում է Հական Ֆիդանի կերպարը, Թուրքիայի արտգործնախարարի, որը նաև ձեր ասած ամբողջ այս համաշխարհային տարածաշրջանային խնդիրների մեջ ներգրավված ամենաակտիվ գործիչն է։ Նրան են վերագրում Արցախի, այսպես ծրագիրը, Արցախի օկուպացիայի, Սիրիայի ծրագիրը, քրդական հարցի հետ կապված, դե գաղտնիք չէ, այսինքն պատահական էլ չէ, նա երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի հատուկ ծառայությունները եւ գեր ինֆորմացված անձնավորություն։ Բայց Հական Ֆիդանը հանրային գործիչ չէ, հռետոր չէ եւ այլն, եւ Իմամօղլուին հանելով կարծես Հական Ֆիդանի ճանապարհը եթե վերցնենք որ նա է ավելի ամրապնդում։ Սա ինչ է նշանակում տարածաշրջանի եւ նաեւ Հայաստանի։ Նշանակում է էրդողանական Թուրքիայի այս կարծր գծի շարունակություն, նշանակում է թուրք-ադրբեջանական այս ագրեսիվ քաղաքականության շարունակություն, որովհետև Հական Ֆիդանը իր ագրեսիվությամբ չի զիջում Էրդողանին։ Սա նշանակում է նաև գաղափարախոսությունների պայքար եւ էրդողանական գաղափարախոսության, որի մեջ կա եւ ագրեսիվություն, եւ երբեմն վաբանկ գնալ, եւ այլն, դրա պահպանում երբեմն նույնիսկ կարծրացում, այնպես որ այս ճանապարհը տանելու է տարածաշրջանում Թուրքիայի դերի, հավակնությունների, ամբիցիաների ավելի կարծրացման եւ շարունակման։ Եվ կա մեզ մոտ թյուր մի պատկերացում, որը իհարկե մասնագիտական չէ, բայց միգուցե մարդկային է, որ եթե Էրդողանը չլինի, չեմ Իմամօղլուն լինի, կարող է Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հանդեպ փոխվել։ Սա շատ մասնակի է ճիշտ։ Ինչու՞։ Իմամօղլուն ավելի մեղմ հռետորաբանություն ունի, կարող է ավելի մեղմ խոսել, չգիտեմ, հայերին չանվանել թշնամի, անվանել հակառակորդ։ Բայց քաղաքականությունը դրանով կփոխվի։ Գլոբալ իմաստով չի կարող փոխվել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող փոխվել, Թուրքիան չի ճանաչելու հայոց ցեղասպանությունը, Թուրքիան Սփյուռքի հանդեպ շարունակելու է իր թշնամական վերաբերմունքը, այսինքն լուրջ բան չի փոխվելու, բայց ասենք ինչ որ ժեստերի, բառապաշարի եւ այլնի առումով կարող է, բայց այսպես դրա վրա հիմք ընդունել, որ Գիտեք Իմամօղլուն եթե լինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն եւ լիովին այլ դաշտ կտեղափոխվեն, ես կարծում եմ որ կեղծ է, ինչու եմ կարծում, որովհետեւ Էրդողանից առաջ պաշտոնավարած նախագահ Աբդուլլա Գյուլը նույնպես մեղմ գործիչ էր, այնքան մեղմ, որ եկավ Երևան ֆուտբոլային խաղ դիտելու, բայց դրանով մենք տեսանք, որ ոչինչ չփոխվեց, ոչ հարաբերությունները հաստատվեցին, ոչ էլ պայմանագրերը ստորագրվեցին։ Կոշտ հռետորաբանություն չկար ինչպես Էրդողանի պարագայում եւ իր թիմակիցների, Իմամօղլուի պարագայում էլ գուցե եւ այդպես լինի, դուք դա եք հավաստում, բայց մեծ հաշվով քաղաքականությունը մեր տարածաշրջանի եւ հատկապես մեր երկրի նկատմամբ, հայության նկատմամբ չի փոխվի լինի Հայաստանում թե աշխարհում։ Ովքեր են նաև դրսից կան հետաքրված մարդիկ Թուրքիայում այս իրավիճակի փոփոխության, այսինքն մենք դա ոչ միայն Թուրքիայում տեղի ունեցողն ենք դրանով դիտարկում, այլ նաև մեր տարածաշրջանում, ընդհանուր մեծ տարածաշրջանում։ Այսինքն կան հետաքրված մարդիկ, որ Էրդողանի վրա ճնշում, այո, գուցեև գահանկեց չանեն, բայց որոշակի ճնշման միջոցով որոշակի զիջումներ կորզեն։ Դա լինի արևմուտքը, այլ ուժեր, այսինքն ամենից մեծ ազդեցությունը որոշ չափի ունի արևմուտքը այդ երկրում։ Տեսեք, ձեր հարցը ես կուզենամ 3
այսպես հարթության մեջ փորձել պատասխանել։ Առաջինը էլի տրադիցիայի հետ կապված, որ Թուրքիայում փոփոխություններ այդում եմ իշխանափոխություն հեղաշրջում միշտ եղել է արևմուտքի կոնկրետ ԱՄՆ-ի աջակցությամբ։ 16 թվականն էլ այդ հեղաշրջման փորձը կապվում էր որոշ չափի։ Մասնակի էր, որտեղ ամբողջ բանակի վրա չէին կարողացել ազդել, բայց նախորդ հեղաշրջումները այդպես է եւ 16 հեղաշրջման փորձը դուք կհիշեք, որ նաեւ ջերմացրեց մինչ այդ բավական սառած թուրք-ռուսական հարաբերությունները, որտեղ ըստ տարբեր լուրերի ուրեմն Էրդողանի դեմ մահափորձից 15 րոպե առաջ նրան զգուշացրել էին այդ մասին եւ զգուշացնող զանգը կարծես թե եղել էր Մոսկվայից։ Սա այսպես քաղաքական, այսպես կուլիսներում քննարկվող հարց։ Հիմա նայեք, նախորդ անգամները ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ կամ գոնե այսպես հավանությամբ ապրող մարդու ղեկավարմամբ էր դա արվում։ Այո, բայց չէ, դրանից առաջ էլ հեղաշրջումները ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ կամ հավանությամբ լինում էին, որովհետև նույնիսկ կա այսպես հայտնի խոսք, այդ հեղաշրջումից հետո 80 թվականի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի կարևոր պաշտոնյա այսպես գրել էր Our boys have done it, մեր տղաները արեցին, ցույց տալով, որ մեր տղաները այն թուրք զինվորականներն են, որոնք ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցում են։ Հիմա սա տրադիցիա է եւ փորձում են մարդիկ տեսնել արևմուտքից ինչ ազդակներ կան այս ներքաղաքական հարցերի շուրջ։ Երկրորդ հանգամանքը Էրդողանը եւ Թուրքիայի քաղաքական հիմա իրավիճակը այնպեսին չի, որ կարողանան արևմուտքից այստեղ հեշտությամբ իշխանություն փոխեն, մարդ փոխեն, սպառնան, նույնիսկ բառապաշարը Թուրքիայի հանդեպ շատ մեղմ է, տեսեք, եթե նույնիսկ հանգարց ինչ-որ մի ղեկավար կոշտ հայտարարություն անի, այլ ավելի կոշտ պատասխան է ստանում, իսկ Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ուղղակի հայոյանքներ է ստացել նախագահ Էրդողանից, բառից բուն իմաստով հայոյանքներ է գրել Մակրոնին։ Եվ երրորդ հանգամանքը այսօրվա իրավիճակը նայենք, տեսնում ենք հետևյալը։ Այս Իմամօղլուի ձերբակալություն, միտինգներ եւ այլն։ Այս հարցի նկատմամբ ակտիվ մի քանի հայտարարություններ արել են Գերմանիան, Ֆրանսիան, եվրոպական երկրներ, որ անհանգստացած ենք, դատապարտում ենք եւ այլն, ժողովրդավարությունը, այսպիսի հայտարարություններ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին, ոչ միայն հայտարարել է, ասենք Իլոն Մասկը խոչընդը փակել է ընդդիմադիր գործիչների Twitter-յան այդ X-ի բոլոր այսպես այդ հաշիվները, երբեմն դժվարություն է ստեղծելով, Ռուսաստանը էլ ավելի կոշտ հայտարարել է, կոշտացելով բաց հայտարարել է, որ չի միջամտում, չի միջամտել եւ չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին։ Այսինքն ինչ է մնում տակը, մնում է եվրոպական 1-2 պետության ինչ որ հերթապահ հայտարարություններ, որոնք դոմինանտ չեն կարող լինել, ուստի արտաքին ազդեցության մասին խոսակցությունը կամ միֆը նույնպես կարծես պատկանում է արդեն անցած քաղաքական իրավիճակի եւ նոր իրավիճակում այն այլևս ռելևանտ չէ, ինչպես ասում։ Պարոն Մելքոնյան, եկանք կարևորագույն հարցերից մեկին, մեզ հետաքրող այստեղ Հայաստանից։ Էրդողանը զբաղված լինելով այս ներքին իրավիճակով, արդյոք ուշադրությունը շեղել է հայ-ադրբեջանական այս գործընթացից, դա հնարավոր է թե չէ, շատ կարծիքներ ենք լսել եւ ձերն էլ է իհարկե առաջնահերթ կարևոր, որ Էրդողանը շատ հանգիստ կարող է տարբեր ճակատներով մարտնչի եւ ոչ մի բան իրեն որևէ մի ճակատը չի շեղում իր ուժը մյուս ճակատներից։ Այս պարագայում, այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս լարված շրջանում փաստաթուղթը կա, տեքստը համաձայնեցված է, մնում է ստորագրեն, բայց Ադրբեջանը շարունակում է ճնշել, դա մեկ այլ հարց է։ Մենք գիտենք, որ այդ ամենում ներգրաված է Թուրքիան։ Հիմա Թուրքիայի ներգրավվածությունը, ուշադրությունը նույն չափի է, ինչպես մինչ Ստամբուլյան դեպքերը, թե փոխվել է։ Տեսեք, դա քաղաքական կարելի ասել օրինաչափություն է, որ եթե մի երկիր շատ
խնդիրների է բախվում, ինչ որ հարցեր ստիպված է աչքաթող անել, դա հատկապես ակտիվ մենք տեսնում ենք Ռուսաստան-Ուկրաինա այս հակամարտության ժամանակ, երբ շատ ռուս փորձագետներ ասում են, դե հիմա Հարավային Կովկասով զբաղվելու ժամանակ չունի Ռուսաստանը, չեմ Սիրիայով զբաղվելու ժամանակ չունի, դրա համար Սիրիան կորցրեց եւ այլն։ Միգուցե սա քաղաքական օրինաչափություն է։ Թուրքիայի պարագայում, այսինքն Թուրքիան ինքը իրոք մտել է բազմաթիվ խնդիրների մեջ, արտաքին քաղաքական, ներքաղաքական, գրեթե բոլոր տարածաշրջաններում, գրեթե բոլոր տարածաշրջաններում փորձում է իր դիրքերը ունենալ ու ամրապնդել, սկսած չեմ Աֆրիկայից, Սոմալիից, վերջացրած Հարավային Կովկասով եւ այլն։ Հիմա գանք այս խնդրին։ Տեսեք, Հայաստանի հետ կապված հարցերը այնպիսին են, որ Թուրքիան ինչքան էլ ներքաղաքական խնդիրներով զբաղված լինի, միևնույնն է կունենա ժամանակ եւ ռեսուրսներ Հայաստանի դեմ իր քաղաքականությունը շարունակելու, մանավանդ որ 20 թվականի պատերազմից հետո այդ խնդիրները շատ ավելի հեշտ են եւ շատ մեծ ջանքեր դրա համար չեն էլ պետք եւ մենք տեսնում ենք թուրք տարբեր պաշտոնյաներ, նույնիսկ արդեն Էրդողանը չի զբաղվում, այլ երկրորդ, երրորդ էշելոնի իշխանական պաշտոնյաներ են իրենց հայտարարություններով կամ քայլերով ուրեմն ցույց տալիս իրենց դիրքորոշումը Հայաստանի հանդեպ։ Այնպես որ ես դրան հակված չեմ, որ Էրդողանը զբաղված լինելով ինչ որ խնդիրներով աչքաթող կանի Հայաստանը եւ Հայաստանն էլ դրանից կօգտվի եւ նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում տեղի ունեցող ակցիաները փողոցային եւ այլն դրանք այն մակարդակի չեն, որ իշխանությունը կատվածահար են արել եւ իշխանությունը մտածում է միայն իր փրկվելու մասին եւ բնականաբար Հայաստանով չի զբաղվելու։ Թուրքիան ավելի բարդ տարիների բարդ իրավիճակներում է փորձել Հայաստանի հանդեպ իր բացասական քաղաքականությունը իրականացնել դեռ չեմ 90-ականների սկզբին եւ այլն, այնպես որ այդ պատրանքները պետք չի ունենալ, Թուրքիան ինչքան էլ թույլ ու զբաղված լինի, միևնույնն է կգտնի ժամանակ Հայաստանի հանդեպ իր բացասական քաղաքականություն իրականացնելու համար։ Մի դրվագի այստեղ անդրադառնանք։ Հայաստանի պատրաստակամությունը եւ փաստացի գործողությունը Թուրքիայի տարածքով Մարգարայի այդ անցակետը բացելով Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկելը բավական այսպես քննադատաբար ընդունվեց Բաքվում։ Որոշ վերլուծաբաններ ասում են, դե տեսեք, դա լարեց Անկարայի եւ Բաքվի միջև ինչ որ հարաբերություններ, բայց արդյոք այդ մի փոքր դրվագը կարող է լարել միասնական ընդհանուր իրենց ձևակերպմամբ եղբայրական աշխատանքը ընդդեմ Հայաստանի։ Գիտեք, հարցը մի երկու կոնտեքստ ունի, երկուսն էլ փորձեմ արագ ասել։ Մեկը շատ հայտնի է, որ Բաքուն շատ այսպես բանով է, զգայուն է վերաբերվում Հայաստան-Թուրքիա ցանկացած հարաբերություններին, շփումներին, եւ դա դրսևորվել է հատկապես ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ցանկացած ինչ որ դրական ինչ որ միտում կամ հայտարարություն Բաքվում ընդունում էր սվիններով, խանդի տեսարաններով, նույնիսկ ես հիշում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ նույնիսկ Թուրքիայի դրոշները իջեցվեցին Բաքվի որոշակի տեղերում եւ այլն։ Սա հստակ է, ակնհայտ է։ Բայց հիմա այդ վիճակը չէ։ Եվ այն ժամանակ եթե հայկական դիվանագիտությունը նմանատիպ հաջողությունների հասնում էր, ինչ որ Հայաստան-Թուրքիա շփումներ, հանդիպումներ, չգիտեմ եւ այլն, որը առաջացնում էր Բաքվի խանդը, ապա հիմա լիովին այլ իրավիճակ է եւ համեմատելու ներկա այս իշխանությունների հայտարարությունները, տեսեք մենք ինչ հմուտ դիվանագիտություն իրականացրեցինք, որ Բաքուն այսպես խառնվեց իրար, դա մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը կամ լավ խոսք է, չէ՞, ռուսյան слышал звон, не знает откуда он. Если լրիվ ուրիշ звон է եւ դա կապ չունի այն ինչի մասին իրենք մտածում։ Եվ երկրորդ կոնտեքստը, տեսեք հիմա ինչու է բացվել Մարգարայի սահմանային ուղեկալը եւ բեռները ուր են գնացել։ Հումանիտար օգնություն Սիրիայի։ Ինչ Սիրիա է սա։ Արդեն թուրքական ենթակայության տակ գտնվող
թուրքամետ իշխանությամբ Սիրիա է։ Սա նախկին Սիրիան չէ, Ասադի Սիրիան չէ, որ մենք հումանիտար օգնություն ենք ուղարկել։ Այն ժամանակ մենք կարողացել ենք ուղարկել, իհարկե ոչ։ Սա ժեստ է Թուրքիային, որ գիտեք, դուք զավթեցիք իշխանությունը Սիրիայում, այ մենք ձեր զավթած իշխանությանը ուզում ենք օգնություն ուղարկել, նաև այնտեղի հայերին մենք պատրաստ ենք ուղարկել, Թուրքիան էլ որպես բարի կամքի դրսևորում բացում է սահմանը կամ թույլ է տալիս այդ ուղեկալը բացվել, որ հումանիտար օգնություն գնա այն Սիրիային, որի իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք ընդամենը 1 տարի առաջ բոլոր միջազգային սանղակներով հռչակված էին ահաբեկիչներ եւ նրանց գլխի համար գումարներ էր սահմանված։ Այսինքն ես չեմ ասում, աշխարհն է ասում, որ այդ մարդիկ որպես եւ ուղիղ նրանց կենսագրությունը, որ իրենք եղել են այս կամ այն ահաբեկչական խմբավորման անդամ եւ այլն։ Սա է կոնտեքստը եւ այսպես հումանիտար օգնության համար Մարգարայի կամուրջի բացումը հայկական դիվանագիտությունը փորձեց ներկայացնել, որ տեսեք, արդեն մենք հասել ենք այնպիսի իրավիճակի, որ բացում են կամուրջը, ես ենք անում, դրա համար Թուրքիան էլ Ադրբեջանն էլ շատ խիստ պատասխանեցին եւ Թուրքիայի պաշտոնյաներից չեմ հիշում, որ մեկը, երկու պաշտոնյաներ ավելի ոչ առաջնային էշելոնի ասացին, որ Հայաստանի այս այսպես քայլերը չեն համապատասխան իրականությանը եւ իրենց մեծ հիասթափություն է սպասում, եթե նրանք մտածում են, որ այս ճանապարհով կհաստեն Թուրքիայի հարաբերության հաստատման, կրկնում ենք Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ կարգավորի բոլոր հարաբերությունները Ադրբեջանի բոլոր պահանջների լույսի ներքո, նոր դրանից հետո մենք կմտածենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, սահմաններ բացելու։ Այնպես որ սա ես կարծում եմ անլուրջ դետալ է եւ անլուրջ ուրեմն պահվածք է ցույց տալու համար դիվանագիտական ինչ-որ հաջողություն։ Կարճ եւս երկու հարցով անդրադառնանք, նախ իհարկե քրդերի գործոնին մենք պետք է հատուկ հայաց գցենք, Օջալանի հայտարարություն, կոչ զինաթափվելու, դա ինչ որ շղթայական այլ կոչերի բերեց եւ այլն, իրականում քրդերը զինաթափվում են թե չէ։ Տեսեք, Օջալանը քրդական շարժման լեգենդար լիդերն է 1978 թվականից եւ արդեն 1999 թվականից էլ գտնվում է բանտում ու իրոք նա այսպես մեծ հեղինակություն ունի քրդական հասարակության մեջ եւ նրա կոչը չէր կարող էֆեկտ չունենալ։ Մանավանդ որ հիմա քրդական զինված պայքարը բավական այլ մակարդակի է, այսինքն շատ ավելի քիչ ինտենսիվությամբ, շատ ավելի խոցելի եւ այլն եւ այլն։ Եվ ըստ տարբեր հրապարակումների զինաթափման գործընթացներ կան նաեւ, որոնք նաեւ տարբեր հրամանատարների հայտարարությամբ են ամրապնդվում, բայց չենք կարող բացառել, որ կլինեն առանձին խմբեր, որոնք կարող է չենթարկվեն ասելով, որ բանտից է այդ կոչը, ճնշված մարդու կոչ է եւ այլն ու չենթարկվեն, բայց այն որ սա քրդական հարցի մի կարևոր փուլի ավարտ է, դա պետք է այնուամենայնիվ մենք փաստենք, որովհետեւ ոչ էներգետիկան կա, ոչ ինտենսիվությունը, ոչ էլ թիրախներ, այսինքն հիմա քրդերի մեջ արդեն անկախություն, ինքնավարություն եւ այլն այս ձևակերպումները կամ դուրս են մղվել կամ մնացել են մարգինալ խմբերում։ Բացի Օջալյանից հայտարարություն է արել, ինչպես ասացի, մեկ այլ հայտնի գործիչ Սելայդին Դեմիրտաշը, որը երիտասարդ սերնդի շատ ակտիվ քուրդ գործիչ էր եւ քաղաքականության մեջ որոշակի փորձ ունեցող։ Սա էլ է բավական լուրջ Դիարբեկիրի քաղաքապետն է։ Եվ այդ պլեյադան, այսպես ասած, քուրդ երիտասարդ, ավելի երիտասարդ սերնդի գործիչները նույնպես այս process-ի մեջ ընդգրկված են։ Նրանք էին Օջալանի հետ հանդիպում, նրանք էին Օջալանի ուղերձը բերում, փոխանցում եւ այլն եւ այլն։ Այնպես որ սա կարող ենք ասել Էրդողանի քաղաքական հաջողություններից մեկն է, որ նա միգուցե մտնի պատմության մեջ որպես
քրդական հարցը փակող կամ գոնե շատ այլ հուն տեղափոխած գործիչ։ Իսկ առանձին խմբավորումների դրսևորումներ կարող ենք չբացառել, ինչպես որ միշտ այդպիսի իրավիճակներում լինում է, երբ որ բանակը նահանջում է, բայց մի խումբ պայքարում է եւ հայտնի այսպես ձևակերպումներ կան, չէ, հայտնի ֆիլմի վերնագրով «Последний самурай», այդ ոճի բաներ միգուցե մնան։ Եվ Իրանի գործոնին անդրադառնանք։ Թուրքիայում Իրանին դե պարզ է ինչպես են վերաբերվում, ինչպես են նայում, ինչ ծրագրեր են գուցե եւ գծվում Ադրբեջանի հետ, չգիտեմ, այլ երկրների արևմուտքի պլանների հետ համատեղվում։ Իրանը այս պահին բավական կոշտ արձագանքում է եւ նաեւ արտգործնախարարը Երևանում գտնվելիս դարձյալ հաստատեց, որ Իրանի քաղաքականությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու այդտեղ ոչ մի բան չի փոխվել եւ Իրանը կոշտ քայլերի, մենք այդպես ենք հասկանում, կոշտ քայլերի միշտ պատրաստ է։ Թուրքիան այստեղ ինչ իրավիճակում է, Թուրքիան կարող է ուղիղ առճակատման գնալ Թեհրանի հետ։ Տեսեք, թուրք-իրանական հարաբերությունները եւ Թուրքիա-Իրան սահմանը ընդունված է ասել, որ այս տարածաշրջանի ամենակայուն հարաբերություններն են եւ սահմանն է, որովհետեւ սահմանը, եթե ինձ իմ հիշողությունը չի դավաճանում, Թուրքիա եւ Իրանի միջև վերջին անգամ գծվել է 17-րդ դարի կեսերին, սկզբնեն, եթե չեմ սխալվում, 1630-ականներին, դրանից հետո չի փոխվել եւ փաստորեն մի քանի 100 տարի դա համարվում է կայուն սահման։ Թուրքիա եւ Իրանի միջև հարաբերությունները դրական չեզոքության մեջ են, բայց դա չի նշանակում, որ խորքային այսպես լուրջ տարաձայնություններ չկան։ Եվ գետնի վրա ներեցեք այդ տարաձայնությունները երևացին Սիրիայում, երբ որ Թուրքիան իր նախկին նահաբեկիչների միջոցով այդտեղ զավթում էր իշխանությունը։ Տեսեք, այստեղ մի քանի հանգամանք։ Առաջինը Իրանի վերաբերմունք Թուրքիային նաեւ այն կոնտեքստում, որ Թուրքիան դե ֆակտո Իսրայելի դաշնակիցն է եղել տասնամյակներ շարունակ, իսկ Իսրայելը Իրանի մեծագույն թշնամիներից մեկն է։ Երկրորդ, որ Թուրքիան արևմտյան բլոկի անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ է, Իրանը արևմուտքի թշնամի է։ Երրորդ, կապված Հայաստանի հետ, Զանգեզուրի միջանց կոչված այդ երևույթի հետ, որ դա թուրքական ծրագիր է եղել 1910-ականներին, ամբողջ 20-րդ դարի ընթացքում, 21-րդ դարում, եւ այդ ծրագիրը ուղիղ հակասում է Իրանի շահերին, որտեղ Հայաստան-Իրան ցամաքային կապի ընդհատումը Իրանի ամենաիրոք կարմիր գծերից մեկն է։ Իրան հյուսիս։ Մենք եթե Թեհրանի կողմից նայենք, Հայաստանը չի, Իրանի կապը հյուսիսի հետ, դեպի Սևծով եւ այլն։ Ուրեմն այնպես որ այս հակասությունը նույնպես կա։ Մյուսը Ադրբեջանի հետ կապված պանթյուրքիստական նկարտումները Իրանում ապրող թյուրքալեզու իրանցիների հանդեպ, այդ հարավային հյուսիսային ադրբեջաններ կոչված երևույթները եւ երբեմն դիվանագիտական փոխհրաձգություններ լինում են։ Օրինակ ես հիշում եմ Էրդողանի ուրեմն այս 44 օրյա պատերազմից հետո այդ Բաքվի զորահանդեսում մի բանաստեղծություն ասմունքեց, որ Արաքս գետով կիսված ազգ եւ այլն, որը պանթյուրքիստական բանաստեղծություն էր, որը ցույց էր տալի իբրև Իրանի ադրբեջանցիների եւ այստեղի ադրբեջանցիների իբր բաժանված լինել եւ այլն, անմիջապես հետևեց Իրանի պաշտոնական բողոքի նոտան, որ այս բանաստեղծությունը ըստ էության տարածքային մեր ամբողջականությանը վիրավորանք։ Վերջերս, եթե չեմ սխալվում, 2-3 շաբաթ առաջ Հական Ֆիդանի Թուրքիա արտգործնախարարի եւ Իրանի միջև այսպիսի մի այսպես խնդիր եղավ նրա հայտարարությունները արծազրույցներ, այսինքն ամեն ինչ անամպ չէ, խաղաղ չէ։ Բայց գանք գետնի վրա եւ տեսեք Սիրիայի նկատմամբ նույնպես Իրանը ուներ շատ կարեւոր մոտեցումներ, այնտեղ իրանական ներկայություն, զինված եւ այլ, բայց Սիրիան նրանց ձեռքից գնաց, ժողովրդական լեզվով ասած, եւ ոչ մի քայլ, գործնական քայլ չարվեց։ Հիմա սրա համար ինչն է մեզ համար այսպես այսրանից ուսանելի, որ եթե դու ինքդ չես պայքարում, ինչքան էլ որ այլ պետություն լինի գառանտ,
եւ ինչ որ հայտարարություններ անի, միևնույն է հարցի լուծում չի, այսինքն հիմա Զանգեզուրի միջանցքի հետ կապված ձեր հարցին թե ուղիղ պատասխանում, ես չեմ կարծում, որ եթե Հայաստանը ոչ մի բան չանի, եթե օրինակ դիցուկ լինի հարձակում Հայաստանի վրա ագրեսիա, Հայաստանը ոչինչ չանի, իրանական բանակը գա մտնի եւ մեր փոխարեն անի, հետո էլի մեզ տա ու ինքը հետ գնա։ Չի լինելու այդպեսի բան։ Եթե Հայաստանը սկսի դիմադրել, պայքարել, միգուցե ինչ որ աջակցություն լինի։ Հիմա այդ կոնտեքստում ինչու են ամերիկյան ջանքերը միտված, որ այս տարածքում խաղաղություն մնա, այսինքն նույն պետքարտուղարի հայտարարությունները, զանգերը Ադրբեջան, չգիտեմ, Հական Ֆիդանին են խնդրում, որ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանի, որովհետև ագրեսիան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ, Սյունիքի նկատմամբ անպայմանորեն հանգեցնել է ավելի մեծ ցնցումների, այսինքն դա Իրանի ներգրավվածությունն է, եթե Իրանը ներգրավի, Թուրքիայի ներգրավվածությունն է, եթե այս երկուսը ներգրավեն Ռուսաստանի վերջո ինչ որ մի շարժումն է եւ այլն։ Հետեւաբար հիմա կարծում եմ ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ այդ վիճակին չհասնեն, իսկ եթե հասնեն, հիմա խաղի օրենքները եւ այլն կամ չկան կամ փոխվել են եւ բացառել Թուրքիայի ուղիղ առճակատում կամ անուղղակի առճակատում Իրանի հետ իհարկե չի կարելի, բայց ցավոք այդ ամենը Հայաստանի պարագայում լինելու է թատերաբեմի հերթական, ռազմական թատերաբեմի հերթական արարը, երբ տարբեր ուժեր փորձելու են այստեղ իրենց հարցերը լուծել ի հաշիվ Հայաստանի եւ հայկական շահերի։ Այսինքն մեզ այս պահին որոշ չափի նաեւ փրկում է ձեր ասածով աշխարհի խոշորների այդ անկայուն իրավիճակը, իրենց համար ոչ կառավարելի վիճակը թույլ չտալը։ Գիտեք ինչ, ոչ միայն այդ անկառավարելի վիճակը, այլ քանի որ աշխարհում հիմա իմ կարծիքով երրորդ համաշխարհային պատերազմը տարբեր վայրերում պատերազմներ են, Ուկրաինա, չգիտեմ, Սիրիա եւ այլն, Եմեն, ապա հիմա այս կոնտեքստում այստեղի նոր էսկալացիան երևի թե այդ պլանների մեջ չի մտնում։ Դրա համար սա փխրուն ժամանակավոր ինչ որ ստատուս քվո խաղաղություն այսպիսի մի վիճակ է, մինչև այն կողմի հարցերը չլուծվի, այսպես ասած։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, մեր հրավերը ընդունելու համար։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին, այս նախագծի հետևորդներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ։